2026 թվական հուլիսի 19-ը Մանագուայի հեղափոխության հրապարակը լեփլեցուն է իշխանության կողմնակիցներով։ 80-ամյա նախագահ Դանիել Օրտեգայի եզակի ելույթներից մեկն է հնչում։ Հայտարարություն է, որը նա անում է վայրկյաններ անց կհայտնվի համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Նիկարագուայում այլևս ընտրություններ չեն լինելու։ No volverán a haber elecciones. Ոմանց համար այս հայտարարությունը շոկային էր, ոմանց համար էլ արդեն վաղուց ստեղծված իրողությունների պաշտոնական ամրագրում։ Դանիել Օրտեգան, որը նախագահի պաշտոնին է 29 տարի, հայտարարել է, որ այս քայլին է գնում թույլ չտալու ընդդիմադիրների իշխանության գալը։ Բռնապետ Անաստասիո Սոմոսի գահանկեցության 47-ամյակի առթիվ տեղի ունեցած արարողության նա հայտնել է, որ մոտ ապագայում կդիմի կոնգրեսին ընդունելու նոր օրենք, որով մշտական պատ կկառուցվի ընդդիմության համար։ Buscando cómo organizar partidos. 80-ամյա Օրտեգան առաջին անգամ իշխանության է եկել 1981-ին հեղափոխությունից հետո, 1990-ին պարտվել է ընտրություններում ու մինչև 2006 թվականը ընդդիմություն էր։ 2007-ին կրկին առաջադրվել է եւ հաղթանակ տարել, այնուհետև հաղթել նաեւ 2011, 16, 21 թվականներին։ Ընտրությունների արդյունքները երկրից դուրս քննադատության են արժանացել Օրտեգայի դիմախոսների հետապնդումների պատճառով։ Արևմուտքը Նիկարագուայի ռեժիմը համարում է բռնապետություն, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 2000 պաշտոնյայի ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ ՄԱԿ-ը Նիկարագուայի իշխանություններին մեղադրում է մարդու իրավունքների համակարգային խախտումների մեջ։ Նիկարագուան այսպիսով դառնում է Էրիթրեայից հետո երկրորդ պետությունը, որտեղ ընտրելու իրավունքը պաշտոնապես չեղարկվում է։ Բռնապետ Անաստասիո Սամոսայի տապալումից հետո հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած Օրտեգան ժողովրդավարության դեմ գործողությունները սկսել է շատ ավելի վաղ, հիշեցնում է միջազգային մամուլը։ Մրցակցային քաղաքական համակարգը երկրում 2026-ի հուլիսի 19-ին չի մահացել։ Օրտեգան քայլ առ քայլ իր ձեռքերում է կենտրոնացրել իշխանության թևերը, բռնաճնշումների ենթարկելով իր քաղաքական հակառակորդներին, փակելով հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ։ 2021 թվականի ընտրություններին արդեն Օրտեգայի հակառակորդները կամ ճաղերի հետևում էին, կամ զրկվել էին ընտրություններին մասնակցելու իրավունքից, կամ էլ լքել էին երկիրը։ Հաջորդ քայլով Նիկարագուան սկսեց դառնալ ընտանեկան պետություն։ Սահմանադրական փոփոխությունները փոխեցին իշխանության ճարտարապետությունը, իսկ Ռոսարիո Միրիլիոն Դանիել Օրտեգայի կինը ստացավ երկրի համանախագահի կարգավիճակ։ Եթե իշխանությունը կենտրոնացած է Օրտեգայի ձեռքում, ինչ կարիք կար պաշտոնապես չեղարկելու ընտրությունները, հարց են տալիս վերլուծաբանները, եւ ինչու հիմա։ Նրանք նշում են, որ ռեժիմն այլևս անհրաժեշտ չի համարում գոնե ֆորմալ պահպանել էլեկտորալ մրցակցության մոդելը։ Նրանք նաև նշում են, որ պատմությունը միայն Նիկարագուայի մասին չէ, այլ նրա, որ ժողովրդավարությունը անպայման չէ, որ ավարտվի փողոցներում հայտնված տանկերով կամ հեղաշրջմամբ։ Դեմոկրատիան կարելի է ապամոնտաժել դանդաղ, բայց փաստը արձանագրվի միայն այն ժամանակ, երբ հայտարարվի, որ երկրում այլևս երբեք որևէ քվեաթերթիկ չի տպագրվելու։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։